Փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքերով, նավակներով ու այլ տեխնիկական միջոցներով արդեն երկրորդ օրն է փնտրում են Փամբա գետն ընկած 7 ու 13 տարեկան քույրերին։ Վաղ առավոտից փնտրում ենք երեխեքին, բայց դե հələ ոչ մի անգամ չկա, չգիտեմ, հուսնիես աստվածա։ 3 ցերեկ են քույրերն անհետացել Օրան հասարակական կազմակերպություն գնալու ճանապարհին։ Ժամը 1:30 տնից դուրս են եկել երկուսին այնտեղ լինելու համար։ Երբ մանկապարտեզից մանկահասակ քրոջը վերցրել ու Օրան են գնացել նրանց մյուս քույրն ու եղբայրը, ժամը 3-ն է եղել, պարզել են, որ Նարեն ու Նարինեն չկան։ Զանգահարել ենք ծնողին, աշխատավայրից վերցրել ենք ծնողին, գնացել ենք տանը ստուգել ենք, երեխաները տանը չեն եղել, հետո այդ հետագծով որտեղով որ Օրան են գալիս, գնացել ենք, տեսել ենք այնտեղ չեն, ծնողի ինքնազգացողությունը վատացել է, շտաբ օգնությունը ոստիկանություն ենք դիմել, որ հայտնենք, որ երեխաները չկան, չեն հասել Օրան։ Երեխաները Օրան գնալու համար ամեն անգամ անցնում են գետի վրայի կամրջով, այս անգամ որոշել են գետն անցնել այս խողովակի վրայով ու տեղի է ունեցել դժբախտ պատահարը։ Կարող է շները ինչ որ հաչել են, իրանք դեղով առաջի անգամա, որ իբրև գնացել են։ Տեղացիները պատմում են երեխաների գետն ընկնելը տեսնողներ եղել են։ Կրտսեր քույրն ընկել է, մեծը նրան փորձել է օգնել դուրս գալ ու ինքն էլ է սայթաքել։ Խողովակով անցնելուց երեխա մեկը ընկել է, փոքրը, այն մեծն էլ ձեռը գցել է որ օգնի, ինքն էլ սոթ հատվել, սղացել է, ինքն էլ ընկել ջուրը։ Մարդ կար տեսել էր, որ ասեցին տեսել է, որ գետի մեջով մի երեխա գոռալով ասում է մամա ջան օգնեք ու տենց միջև իջանք արդեն գետի կողերը նայեցինք, բան արեցինք, չէ։ Գետի մոտ գտնվող բազմահարկ շենքի բնակիչներից մեկը փորձել է օգնության հասնել, բայց ապարդյուն։ Ես տեսել եմ Արտուրին վազելիս։ Հլա ասեցի ինչ է էլի Արտուր ջան, ասավ վերևից նայում էի կարծեմ երեխա էր լողանում, բայց հետո կորցրի, անցավ, սենց իրան կորցրած խոսում էր։ Ու ընկել էր այդ գետի մոտ էր, եկավ, մենք այնտեղ բաղ չունենք, եկավ բաղ չեն, եկան, էլի արդեն զանգեցին այն ու արդեն բոլորն եկան, էլի դա այդ ինտերվալը շատ կարճ էր։ Նյուզայեմի տեղեկություններով շենքի բակում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են քույրերը քայլում գետի ուղղությամբ։ Դրանում երևում է, որ մեծ քրոջ հագին սպիտակ, փոքրի հագին կարմիր շապիկ է։ Երեխաներին փնտրելու համար Փամբակ են գնացել նաև Արթիկի Վարդաքար գյուղից, որտեղ բնակվում է նրանց հայրը։ Ընտանիքը հենց այդտեղից է Վանաձոր տեղափոխվել։ Արցախից տեղահանված չեն, ինչի մասին լուրը տարածվել էր սոցցանցերում։ Ամուսինները բաժանված են, երեխաները մոր խնամքին։ Գովդից եկել եմ տուն զանգ եմ ստացել, որ երեխեքը չկան։ Մի քանի րոպե սպասելուց հետո զանգել եմ կնոջս խելացի համարին, որը երեխես է զանգին պատասխանը։ Սել երեխեքը չկան, խաբարես երեխակին սել եմ չնաճան, ես տունն եմ։ Ես տնից ինչը խաբար բլի անեի։ Մեծ վիշտ ենք ապրում, մեր գյուղի երեխեքներն պրոստը իրանց ընտանիքի մեջ խոչընդոտություն եղել, թե ինչ եղել, պես բաժնվել են, մի չինենք ինչ եղել ենք, որ սաղ հիմա լավ են, սաղսը ցավում ենք, ոչ մի բան էլ ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ, մեղք եղան, համ հոր կողմը, համ մոր կողմը։ Հարևանները պատմում են, ընտանիքը սոցիալապես անապահով է, 5 երեխաներն էլ այդ պատճառով Օրան էին այցելում, իսկ մայրն ասում են ինչպես կարգն է հոգեր տանում նրանց մասին։ Իր ծնողը շատ ու շատ իր ծնողը, ամեն կարգում ինչ ուզի անում են, շատ ու շատ իր հիմա սա քաղաքապետը, համայնքապետը եւ դպրոցը եւ ամեն ինչ իր կողքին է, ծնողները ու շենք ու ամեն մարդիկ բոլորը իր կողքին են։ Շատ դաժան դեպք ա եղել, բան չունեմ ասելու, բայց մեր խելքից, վանաձորցիների խելքից, այդ տրուբենը տեղ ինչ գործ ունի, որ երեխեքն ընկնեն ջուրը։ Վանաձորցիները վրդովված են, այս խողովակը պատուհաս է դարձել, սա առաջին դեպքը չէ, որ մարդիկ սայթաքում ու գետն են ընկնում դրա վրայով անցնելիս։ Հղիկին էլ անգել, երեխեք էլ են ընկել, թաղամասից Իշքան մարդ ընկել, խեղդվել, մեռել ու մեկի խելքը չի ասում, այդ տրուբեն հանեն այդտեղից հեռացնեն։
Հիմա էլ այս դեպքը կատարվեց, այդ օրում են հլա մնամա ու համոզված եմ էլի չտեն հանել։ Տեղի ունեցածի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։